Պայքար չներման դեմ։ Առակ, մի թագավոր մարդու, որ ուզեց իր ծառաների հետ հաշիվ տեսնել, և երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ մեկը բերվեց 10,000 քանքար պարտական, բայց որովհետև չուներ վճարելու, նրա տերը հրամայեց, որ նա, նրա կինը, նրա որդիները և ամեն ինչ որ ուներ, ծախվեն և պարտքը վճարվի։ Եվ ծառան էլ, երեսի վրա ընկնելով, երկրպագում էր նրան և ասում. «Տեր, համբերիր ինձ համար, և բոլորը կհատուցեմ քեզ»։ Տերն էլ գթած այն ծառայի վրա, նրան արձակեց և պարտքը շնորհեց նրան։ Մատթեոս 18-րդ գլուխ 23-27 խոսք։ Ներումը բժշկող գործողություն է, այն ազատում է մեզ դառնությունից և մեղքի զգացումից, բայց ներումը նաև բանալի տարր է հոգևոր պատերազմում։ Ձեր իրական պայքարը ոչ թե ձեզ վիրավորողի, այլ ձեր հոգու հավիտենական թշնամու դեմ է։ Երբ ներում եք, զրկում եք նրան իր զենքերից, որովհետև նրանք, ովքեր ապրում են չներման մեջ, ենթակա են հարձակման։ Այսօրվա սուրբգրային հատվածը մեզ լրացուցիչ պատկերացում է տալիս չներելու մութ կողմերի մասին։ Զգացեք ձեզ ծառայի փոխարեն, պատկերացրեք այն սարսափը, երբ ձեզ տանում են թագավորի մոտ, որպեսզի հաշիվ տաք այն պարտքի համար, որ չեք կարող վճարել։ Բոլորովին անօգնական և անհույս երեսնիվայր ընկնում եք և աղաչում նրան համբերել, խոստովանելով, որ ինչ-որ կերպ, ինչ-որ ժամանակ ամբողջը կհատուցեք։ Բայց ձեր պայմաններին համաձայնվելու փոխարեն թագավորը ողորմություն է ցուցաբերում, իմանալով, որ երբեք չեք կարող հատուցել իրեն։ Նա ջնջում է ամբողջ պարտքը։ Դու ազատվում ես ձեր անտանելի բեռից։ Դուք հիացած եք թագավորի բարությամբ։ Թագավորի ցուցաբերած ողորմության օրինակին հետևելու փոխարեն դուք հիշում եք մարդկանց, որոնք պարտական են ձեզ, գտնում եք նրանց և պահանջում, որ վճարեն պարտքը, թեև նրանք նույնքան անհուսալի վիճակում են, որքան դուք էիք ժամանակին։ Մատթեոսի առակում ներված ծառան հենց այդպես է վարվում։ Երբ թագավորն իմանում է, հայտարարում է. «Չար ծառա, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետև դու աղաչեցիր ինձ։ Պետք չէր, որ դու էլ քո ծառայեցին ողորմեիր, ինչպես որ ես քեզ ողորմեցի»։ Մատթեոս 32-33 խոսքեր։ Առակում թագավորը մեր երկնային հայրն է։ Մենք ծառաներն ենք։ Մեր քրիստոնեական եղբայրներն ու քույրերը մեր ծառայակիցներն են։ Մեր հոգու թշնամին ուրախությամբ կատարում է դահիճի դերը։ Երբ չենք ներում ուրիշներին, բանտարկում ենք մեղքի և դատապարտության շղթաներով, ինքներս էլ հանձնվում դահիճներին, որպեսզի վճարենք այն, ինչ գիտենք, որ երբեք չենք կարող վճարել։ Ժամանակն է միմյանց շղթաներն արձակելու։ Եկեք աղոթենք։ Տեր, ցույց տու յուրաքանչյուրին, ում բանտարկել եմ իմ չներումով։ Ես ընտրում եմ արձակել նրան ճիշտ այնպես, ինչպես դու արձակեցիր ինձ։ Ես ուժեղ եմ, երբ ներում եմ, ինչպես ինձ ներել